Ես նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ վարչապետ Սիրելի Նիկոլ ջերմ ընդունելության համար, որը դուք ընձեռել եք իմ բարեկամ Անտոնիոին եւ ինձ այստեղ հյուրընկալելով։ Կուզեի նաեւ շնորհավորել ձեզ եւ հյուրընկալելու համար շատ հաջող եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 3 եւ նաեւ ձեր խաղաղամետ օրակարգի համար։ Հայաստանը վաղուց արժեքավոր անդամ է ընդլայնված եվրոպական ընտանիքի։ Ձեր խաղաղ Թավշյա հեղափոխությունը 2018 թվականին ի ցույց դրեց ձեր երկրի հանձնառությունը եվրոպական արժեհամակարգին, ժողովրդավարությանը, այսինքն իրանքի գերիշխանության հանդեպ հարգանքի եւ հիմնարար ազատությունների։ Այսօր ես ուզում եմ մեր կուռ օժանդակությունը եւ գործընկերությունը վերահաստատել Հայաստանի հետ։ Մենք բոլորս ապրում ենք տարափոխող աշխարհակաղակական համատեքստում եւ այս մարտահրավերներով լի միջավայրում առաջին երբևէ Եվրամիություն Հայաստան գագաթնաժողովը չէր կարող ավելի ժամանակին լինել։ Սա հնարավորություն է ընձեռում խորացնելու մեր կապերը եւ մեր եզակի գործընկերությունը բարձրացնել նոր մակարդակի։ Եվ մենք դա այդպես էլ կանենք 4 հիմնական գերակայությունների ուղղությամբ։ Առաջինը փոխկապակցվածությունն է։ Մենք հենց նոր ստորագրեցինք փոխկապակցության գործընկերության փաստաթուղթը, որը մեզ նոր մակարդակի է բերում հավակնությունների մեր համագործակցության մեջ, եւ եթե ես սկսեմ առաջին հենասյունից, այս երեքից, առաջինը տրանսպորտն է։ Շատ քիչ երկրներն են այդքան եզակի դիրքավորված, ինչպես Հայաստանը։ Ձեր խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը ներուժ ունի կապելու Եվրոպան, Հարավային Կովկասի հետ եւ Կենտրոնական Ասիայի եւ ինչպես դուք նկարագրեցիք, վերածելով Հայաստանը անկյունակարային տրանսպորտային հանգույցի։ Մենք արդեն պատրաստ ենք աշխատել սահմանակետերը վերականգնելու, վերակառուցելու, երբ ձեր հարևան երկրների հետ սահմանահատումները բացվեն։ Մենք գիտենք, թե ինչքան կարևոր է Հայաստանի համար կուռ ինտեգրվել ռեգիոնալ տրանսպորտային ցանցերի մեջ եւ ահա թե ինչու մենք կսատարենք ձեր ինտեգրումը անկյունակարային տրանսպորտային ցանցերի մեջ, ինչպես օրինակ Անդր Տրանսկասպիան տրանսպորտային միջանցքը, որը ռազմավարական կարևորություն ունի նաեւ Եվրոպայի համար, ինչպես նաեւ հաշվի առնելով աճող առևտրաշրջանառությունը մեր երկու տարածաշրջանների միջև։ Ահա թե ինչու այսօր մենք բարձր մակարդակի երկխոսություն ենք մեկնարկում տրանսպորտի շուրջ, տրանսպորտի եւ տրանսպորտային ցանցերը շարժիչ ուժն են նպաստելով մրցակցությանը։ Երկրորդ հենասյուն, ինչպես դուք ասացիք, էներգետիկան է։ Հայաստանի արագ զարգացումը արևային էներգետիկայի նշանակալի է։ Հստակ նշան է ձեր նվիրմանը Հայաստանի էներգետիկ խառնուրդը դիվերսիֆիկացնելու եւ գերագույն կարևորություն ունի, եթե մենք նայենք օրինակ էներգետիկ տեխնոժամին, որին մենք բոլորս այժմ բախվում ենք, մենք սատարում ենք նախագծերը խթանելու ձեր էներգետիկ անվտանգությունը, մասնավորապես հաշվի առնելով թանկարժեք վերականգնվող ռեսուրսները, որոնք դուք նկարագրեցիք։ Սա արդեն ներառնում է 25 միլիոն եվրոյի Կովկասյան էլեկտրահաղորդակցության ցանցի եւ էներգետիկ կուտակիչների կառուցմանը, ապավելու ձեր մատակարարման անվտանգությունը։ Երրորդ հենասյունը թվանշայինը Հայաստանը ապշեցուցիչ նոր ծագող ԱԲ եւ ինժեներական էկոհամակարգ ունի։ Սա ուժեղ կողմ է եւ մենք ուզում ենք հենվելով դրա վրա կառուցել ավելին։ Մենք միասին վերհանել ենք Միլայն ընտրանի նախագծերի եւ մենք բոլորս այստեղ այս սենյակում ականատես ենք եղել ստորագրմանը մի քանի մտադրության նամակների առաջատար ընկերությունների հետ Հայաստանյան եւ մենք խրախուսում ենք եվրոպական ընկերությունների ներդրումներ անել այստեղ, որտեղ կա կադրային պոտենցիալը եւ հնարավորությունները համատեղվելով Հայաստան հենց այնտեղն է, որտեղ պետք է դուք բոլորս լինեք։ Երկրորդ գերակայությունը, որ այսօր քննարկում ենք, ավելի ամուր համագործակցությունն է անվտանգային ոլորտում, եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում մենք սատարում ենք Հայաստանի զինուժին, բայց Հայաստանը պետք է նաեւ դիմակայի հիբրիդ սպառնալիքներին, միջամտություններին, ինֆորմացիոն դաշտի մանիպուլյացիաներին եվրոպական մեր գործընկերությունը ձեզ նպաստել է դեմն առնելու այդ հիբրիդ սպառնալիքների եւ ապատեգացման մի բան բացարձակապես հստակ է։ Միակ լեգիտիմ աղբյուրը իշխանության այս երկրում հայ ժողովրդի կամքն է։ Երրորդ գերակայությունը համագործակցությունն է վիզայի քաղաքականության եւ ներքին գործերի ասպարեզում։ Վիզաների ազատականացումը գերակայություն է, որը խորապես կարևորվում է հայ ժողովրդի կողմից եւ իրավացիորեն այդպես։
քանի որ մենք ուզում ենք իրար մոտեցնել մեր ժողովուրդներին, հաճույքով ներկայացնում ենք առաջին առաջընթացի զեկույցը, շնորհավորում ենք այն խիստ դրական բնույթ ունի, լավ աշխատանքը եւ առաջընթացը արձանագրելով անցյալ նոյեմբերից ի վեր եւ մենք միանգամայն վստահ ենք, որ մենք սա կանենք։ Այսօր մենք նաեւ նոր աշխատանքային կարգադրություններ ենք հաստատում Frontex-ի եւ Հայաստանի միջև այն կամրացնի համագործակցությունը սահմանների կառավարման եւ միգրացիոն ոսկետի կառավարման ասպարեզում եւ վերջապես, բայց ոչ վերջին հերթին, չորրորդ գերակայությունը տնտեսական աջակցություն եւ սոցիալական դիմակայությունն է։ 2 տարի առաջ մենք մեկնարկեցինք տոկունության եւ աճի պլանը Հայաստանի համար 270 միլիոն եվրոյի արժողությամբ։ Սրա իրականությունը լավ առաջընթաց է։ Անցնում ենք, անկալում ենք, որ այս պլանը եւս 2.5 միլիարդ եվրո կզորագրի ներդրումների տեսանկյունից սատարում ենք հայկական բիզնեսներին, օգնելով նրանց նորարարություն զբաղվել, նոր շուկաներ մտնակոխել եւ աճել, եւ ներդրումներ ենք անում հմտությունների եւ զբաղվածության ասպարեզում, ինչպես նաեւ ականազերծման ասպարեզում, որը անվտանգության եւ ապահովության համար կենսական է եւ շատ պահանջված աջակցություն ենք տրամադրում ներառյալ բնակապահովում Ղարաբաղից տեղահանվածների համար։ Միլայն ընտրանի թեմաների ես ընդգծեցի միայն ամենից կարևորները, բայց սրանք սիրելի Նիկոլ եւ սիրելի Անտոնիո ցույց են տալիս ընդգրկումը եւ խորությունը մեր համագործակցության եւ ես ակնկալում եմ մեր հաջող գագանաժողովը։ Շատ շնորհակալություն։ Yes. How it's going.